Հայաստանի Հանրապետությունում հարգելի պարոն նախարար ժողովրդավարական ինստիտուտները շարունակաբար զարգանում են եւ մեծ հարգանքի են արժանի երբեմն այդ ինստիտուտները կամ դրա պտուղները ոչ այնքան հաճելի են ականջի համար իմ համար եւս եւ ես ինքս կարող եմ երբեմն միանալ առանձին լրագրողների դեպքում ձեր գնահատականին որ այդ գործունեությունը ավելի շատ նմանվում է քաղաքական գործունեության քան լրագրության բայց ստիպված ենք պատասխանել ձեր հարցերի եւ ես էլ չեմ խուսափի ձեր հարցից իրականում ձեր հարցի պատասխանը ինձ ուղղված մասի համենայն դեպս բավական պարզ է եւ ակնհայտ հայ ժողովուրդը իր լրջագույն ավանդն է ունեցել երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիզմի դեմ հաղթանակի գործում 300,000 զոհ ենք տվել մենք վերջին պատերազմում հիշենք մեր զոհերի թիվը եւ մի պահ փորձենք պատկերացնել սարսափելի ծավալները մենք 300,000 զոհ ենք ունեցել ֆաշիզմի նացիզմի դեմ ուրեմն պայքարի գործում եւ հրաժարվել այս ներդրումից եւ չհարգել այդ մարդկանց հիշատակը եւ չնշել հաղթանակը կարծում եմ բոլորովին տեղի չի եւ եթե այդպիսի բան լիներ դա զուտ քաղաքական կոնյունկտուրայի ինչ որ դրսևորում կլիներ որը այդքան էլ ճիշտ մոտեցում չի կարծում եմ ինչ վերաբերում է ջերմ հյուրընկալմանը ես չեմ պատկերացնում որևէ հյուրընկալության այլ կերպ մենք մեր բոլոր գործընկերներին առնվազն որպես տանտեր պարտավորենք ջերմ հյուրընկալել հատկապես եւ խոսքը նաեւ մեր երկարամյա եւ դաշնակցային հարաբերություններով գործընկերությամբ կապված գործընկերների մասին ես չեմ ուզում կրկին շղթել խնդիրների արկայությունը մենք արդեն այսօր միայն այս ձևաչափում բավականին երկար կենտրոնացանք խնդիրների վրա դրանք ոչ Հայաստանն է շղթում ոչ Ռուսաստանն է շղթում տեսակ որ կան հարցեր որ մենք ուրիշ կերպ ենք ընկալում Ռուսաստանի Դաշնությունը ուրիշ կերպ է ընկալում բայց այստեղ եթե ուզում եք ավելի անկեղծ շարունակենք այս խոսակցությունը մենք բոլորս միասին ունենք երկու ընտրություն տեսականորեն հա այսինքն հիմնվել տարբերությունների վրա եւ հարաբերությունների հետագա ընթացքը ուղղել ավելի բացասական հուն կամ հակառակը հիմնվել ընդհանուր շահերի վրա ընդհանուր հետաքրությունների վրա իհարկե փոխադարձ հարգանքի ապահովմամբ միմյանց ինքնիշխանության ինքնիշխան որոշումների հարգանքի ապահովմամբ ուղղել հարաբերությունները դրական հուն մենք կարող ենք անվերջ կենտրոնանալ այն անցյալի վրա քիչ առաջ էլ մենք որոշակի դրվագով էլի խոսեցինք անցյալի իրադարձություններից անցյալի դիրքորոշումներից բայց իմ համոզմունքը եւ ես կարող եմ ասել Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը այն է որ մեզ Ռուսաստանի Դաշնության հետ կապում են ամուր գործընկերային կապեր մենք ունենք աճող տնտեսական հարաբերություններ մենք ունենք ամուր մշակութային կապեր եւ պետք է կարողանանք զարգացնել մեր հարաբերությունները հիմնվելով այս դրական ուրեմն ընկալումների ընդհանուր դրական ընկալումների դրական ձեռքբերումների վրա այսքանը թերևս մենք ժամանակ ունենք էլի բայց